ասում եք ես բանել ավարտեմ, հենց դրա պատճառով էլ իշխանությունը շատ լավ հասկանում է, որ այն 60%-ը կարող է արթնանա, այս 60%-ը արդեն տրամադրված է մասնակցել ընտրության։ Եվ իշխանությունը վախեցած է, իր կմասնակցի։ Եվ իշխանությունը հույս ունի, որ ընդդիմադիր քաղաքական դաշտը հիմնականում սկսի քարոզել ոչ թե 60%, այլ 15-20%-ի վրա։ Այսինքն մենք հիմա ինքը հույս ունի, որ այսպես կարող ենք ասել, պարոն Բոզյան, որ ինքը բացարձակ հույս չունի այս 60%-ից, որ իրեն ձայն կգան։ Ինքը շանս չունի, այսինքն 60%-ը կամ մնալու է տունը, կամ գնալու է ընտրության։ Ուրիշ տարբերակ չկա։ Ամբողջ ընդդիմության խնդիրը, որ այս մարսը կամ այս մարդիկ գիտակցեն գնան ընտրության։ Բայց ընդդիմության մեծ մասը, ցավոք սրտի, այս մեծ մասը մեր գնահատականում չի գիտակցում դա։ Այս 10%-ի համար աշխատում։ Այն 10-15-20%-ի վրա է աշխատում, ռադիկալ։ Ընդ որում դա ինչա տենց, որովհետև լրագրողները ասում են թե դու ռադիկալ չխոսում եմ, դու իսկական ընդդիմադիր ես։ Բայց ռադիկալ կարող ես ասել ռադիկալ ո՞րն է, եթե թալանչին ասել է ռադիկալ։ Ես ուղղակի ասում եմ ինֆորմացիա, քաղաքական գործիչներն ու քաղաքական ուժերը կոմպլեքսավորված են, որտեղ լրագրողները իրանց ասում են թե դու հիմա ռադիկալ չես քրֆում, չես հայրենի։ Ո՞րն է, պարոն Բոզյան, եթե դուք գնաք եւ թատրոն չխաղաք, բարձ բացատրեք, այս մարդու մի օլիգարխը միլիարդ ու ինչքան փող է տանում։ Բարձա չէ որ առանց Նիկոլի օլիգարխը չի կարող այդքան տանել։ Հիմա տեսեք, դա ռադիկալությունն է, թե ռադիկալություն։ Տեսեք, հիմա նայեք, այդ 60%-ը ուզում է կոնկրետ այլընտրանք, թե դուք ինչ եք առաջարկելու։ Մեզ ասում եք դուք այս թալանչիների ճանապարհը փակեք։ Հասկանալի է, բայց թալանչիների ճանապարհը կարող դուք ավելի շատ թալան դառնաք։ Հիմա այս մարդիկ ասում են մենք պետք է համոզված ունենք, որ դուք մեզ չեք խաբելու։ Հիմա դրա համար մենք հիմա, ես ուղղակի ուզում եմ այդ ինֆորմացիան ասեմ, մենք մշակել ենք առողջապահական համակարգի այնց մի հատ մոդել, որը ընտրությունից առաջ կներկայացնենք, որը ապրոբացիա է ենթարկված Վրաստանում։ Մենք կրթական ոլորտի հետ կապված այնց հետաքրքիր բան ունենք, շատ հետաքրքիր։ Մենք ամենակարևորը տնտեսության զարգացման, բիզնեսի եւ փոքր բիզնեսի այնց հետաքրքիր առաջարկներ ունենք, որը ուղղակիորեն այնտեղ մենք օգտագործել ենք նաեւ մի շարք երկրների փորձը եւ մենք համոզված ենք, որ հենց այս պահին է մեր շատ համար կարևոր լինելու, որ այդ փորձը փոքր բիզնեսի համար մենք էլի վրացական մոդելի մոդիֆիկացված ձև ունենք, որ ոնց կարանք ներկայացնենք։ Ընդ որում մի դեպ ասեմ, որ Վրաստանում պաշտոնապես մեզ ուզում են որ բոլորն իմանան, էլի, տեսեք 3.7 միլիոն մարդ է ապրում Վրաստանում, փոքր բիզնեսով զբաղվում է մոտավորապես 650,000 ընկերություն։ Պատկերացնեք այդ ինչա նշանակում։ Ինչի՞ է տենց։ Ես մի հատ օրինակ բերեմ, պատկերացրեք։ Արգելի ժողովուրդ, պատկերացրեք դուք ունեք տուն, վարձով տալիս եք Հայաստանում, վարձով որ տալիս եք, դուք տալիս եք այնտեղ 10% հարկա, չէ՞ ձեզ գալիս։ 10% տալիս եք $500 արժի, $500-ից $50 տալիս եք հարկայինին, չէ՞։ Տենց այս Հայաստանում այդ ռեժիմն է աշխատում։ Նորմալ ռեժիմ է։ Վրաստանում գիտեք ոնց է աշխատում, ասեմ դες պատկերացնեք։ Վրաստանում հետևյալն է, մարդը ինքը ոչ թե տենց տալիս է, ինքը գրանցում է անհատ ձեռներեց, որպես անհատ ձեռներեց տալիս է $500 վարձով, հետո այդ $500-ից ինքը տարվա մեջ այդ $500-ից մի տոկոսն է տալի, $5 է տալիս։ Այսինքն Վրաստանում դամար բոլոր մարդիկ, ովքեր որ ուզում են փոքր բիզնեսով զբաղվեն, իրանք գրանցում են իրանք անհատ ձեռներից, կամ փոքրիկ սպա է, որ շրջանառությունը չանցնի մինչև $170,000, իսկ տուրիզմի եւ գյուղատնտեսական ոլորտում մինչև $260,000, իրանք ընդամենը մի տոկոս են տալի շրջանառություն։ Այսինքն մարդիկ այնտեղ օրինական մակարդակով իրանց փոքրիկ հարկը տալիս են եւ հպարտանում են, որ իրանց լուման դրել են պետության մեջ եւ նորմալ է, ոչ թե 10% ինչ որ մեր մոտ է, մի տոկոս։ Այսինքն սա ինչի է կարեւոր, որպեսզի խրախուսեն մարդկանց, օրինակ բազմաթիվ ռելոկանտներ նաեւ Ռուսաստանից, այլ երկրներից, Ղազախստանից գալիս են Վրաստան փոքր բիզնես։ Մեր մոտ մի պահ կար տենց, բայց մենակ IT ոլորտում դրեցին։ Հիմա այս ինչ եմ ուզում ասում, Հայաստանը ունի շատ մեծ պոտենցիալ զարգանալու, շատ մեծ։ Ընդհանրապես համաշխարհային հայությունը, համաշխարհային հայության կապիտալները տարբեր գնահատականներով հիմա մոտավորապես $0.5 տրիլիոնից մինչև $1 տրիլիոն է հասնում։ Դուք պատկերացնեք այդ ինչ թիվ է։ Ես շատ հաճախ սիրում եմ այս կրկնել Հրանտինքը Լուսահոգի ասում էր, իմացեք, այն ինչ որ Սփյուռքից գալիս է ներդրում գումար Հայաստան, դա ծովի մի ջրի հատիկ է։ Դուք չեք էլ պատկերացնում, թե ինչ ահռելի մեծ հարստություն կա եւ 10 տարվա ընթացքում եթե նորմալ երկիր ինչքան գումար կգա։ Հնան դարձնում ենք մինչև $90 միլիարդ։ Շատ լավ, պարոն Բոզյան, մենք հենց դրա մասին խոսենք դեռ 3 ամիս կա, տեսեք հլեսանց կապիկությունը։ Տեսեք հիմա շարունակեմ։ Բայց Քարոզ Արշավի ժամանակ չի, խոսեք դեռ ուրիշ բաներ ասեմ, որ տեսեք, բայց ոչ մի ներդրում եւ նոր ոչ բան չլինի, եթե անվտանգություն չի։ Եթե չլինի անվտանգություն, այսինքն անվտանգությունը դա թիվ 1 խնդիրն է,
Որ տեսեք, օրինակ նույն այս Տրամպի հետ կապված, չէ, որ կամ Տրամպի կամրջի Վենսը, որ եկավ Հայաստան, հայտարարեց, որ մոտավորապես 9 միլիարդ դոլարի, այսպես ասած, ծրագրեր կարան լինեն աշխատեն, բայց նույն ամերիկյան շրջանակները իրանք եթե դու կարդան մարդիկ, տեսնեն, իրանք ասում են, որ ընդհանրապես Միացյալ Նահանգներից որևէ ներդրում կլինի Հայաստանը միայն այն դեպքում, եթե լինի երաշխավորված խաղաղություն Հայաստանի եւ Ադրբեջանի մեջ։ Հիմա կա երաշխավորված խաղաղություն, իհարկե ոչ, կա ժամանակավոր խաղաղություն։ Ինչի՞ է ժամանակավոր։ Տեսեք, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը մոտավորապես 1000 կիլոմետր է։ 1000 կիլոմետրից սահմանագծվել, սահմանազատվել ընդամենը 12 կիլոմետր։ 12 ընդբրուն Տաուշի մարզում Հայաստանի կողմից զիջումների արդյունքում 12 կիլոմետր։ Ինչի՞ է տենց։ Ադրբեջանը միտումնավոր չի գնում, որտեղ տեսնում է, որ հայկական կողմը թույլ է, ինքը հույս ունի, որ Հայաստանը կամած ինքը ուտելու, վերցնելու է իր ձեռքը։ Այսինքն, քանի որ դա տենց է, իրանք ներդրումներ կանեն Ադրբեջանում, բայց ոչ Հայաստանում, որտեղ Ադրբեջանին չի սպառնում ոչ մի բան, բայց Հայաստանը սպառնալիքի տակ է։ Ինչի՞ է Հայաստանը սպառնալիքի հարց կա, պարոն Սան, ճանաչել է տարածքային ամբողջականությունը, սահմանները ճանաչել է Ադրբեջանը։ Տեսեք, ճանաչել է։ Մեզ այդ շատ կարևոր մոմենտ է, տեսեք, Ադրբեջանը Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչում է, բայց ոչ սահմանները։ Շատ կարևոր է, որ մարդիկ հասկանան։ Այսինքն սահմանները կգծեն։ Ինքը սահմանները չի ճանաչում, բայց տարածքային ամբողջականությունը միջազգային հարթակում ասում է, ես ճանաչում եմ։ Առանց սահմանների ճանաչման, իսկ դու սահմանները չես ճանաչում, բայց հայտարարում ես տարածքային ամբողջականություն ճանաչում ես, դա կեղծ ձևակերպում է։ Մինչև դու սահմանները չճանաչես, իսկ սահմանների ճանաչելը դա նշանակում է հսկայական աշխատանք, որպեսզի այդ 1000 կիլոմետրից առնվազն գոնե 900-950 կիլոմետր դու արդեն սահմանազատես, սահմանագծես։ 6 տարվա պատերազմից անցել է արդեն ավելի քան 5 տարի։ 5 տարի մեջ ընդամենը 2024-ին մի 12 կիլոմետրանոց տարածքա սամ։ Դուք այդ մարդուն կարաք հավատաք, որ ինքը կարող է։ Չէ, 12 կիլոմետր, որտեղ մենք բավականին մեծ տարածք ենք զիջել։ Հիմա դուք պատկերացրեք ինչ նկարտումներ ունի եւ ինչ ծրագրեր ունի Ալիևը, երբ ժամանակը գա այս հազարը ճանաչելու։ Հիմա տեսեք 21 թվականին այս իշխանությունը վերարտադրվեց, մենք վերջնականապես կորցրեցինք Արցախը։ Եթե 26 թվականին այս իշխանությունը վերարտադրվի, մենք կորցնելու ենք Հայաստանը։ Դա ոչ թե ինչ-որ վերացական ձևակերպ, դա իրականություն է, որովհետև բոլորը սպասում են դե 26 թվականին ինչա լինելու։ Դա մեր ամոթն էր, որ մենք 21 թվականին չկարողացանք այդ խնդիրը լուծենք, բայց այդ ամոթի մեջ շատ պատճառներ կան։ Ես չեմ ուզում այդ պատճառները բացեմ, բայց մեծ հաշվով միջազգային հանրություն գնահատում է մեր ժողովրդի այս որոշումը որպես խայտառակություն։ Սենց ասում եմ, որ դուք իմանաք։ Հիմա 26 թվականին, եթե այս նույն բանը կրկնվեց, մենք կորցնելու ենք Հայաստանը։ Ես կարող եմ ձեզ դետալային բացատրեմ, թե այդ ինչ փուլերով է գնալու, բայց ես չեմ ուզում դրա մասին խոսել, որ խոճապ չառաջանա մեր ժողովրդի մեջ, որտեղ խոճապը ամենամեծ թշնամին է, որը կարա մեզ բոլորիս դեկոնսոլիդացնի։ Բայց մենք ունենք հնարավորություն եւ կա հիմարություն կլինի մեր կողմից, որ 80%-անոց ժողովրդի պահանջը մենք կյանքի չկոչենք։ Իսկ դրա համար ի՞նչ է պետք։ Դրա համար պետք է, որ մենք կարողանանք ներկայացնենք, մոդելավորենք այն Հայաստանը, որտեղ մենք տեսնում ենք, որ այս իշխանությունը փոխվելուց հետո ինչպիսին է լինելու։ Հիմա մեր ամենակենտրոն, բարոյա էթիկական տեսակետից այդ Հայաստանում պետք է վերանալ